Լավ էլ ջան ես ասում, այդ տղա ես ուր ես։ Բավ ես ձեզ երբ ջան չեմ ասել սփազան։ Չէ, ասում լավ էլ ջան ես ասում։ Հա։ Ո՞նց ես։ Լավ, փառք Աստծո, դուք ո՞նց եք սփազան։ Ես բանը ասեմ քեզ քեզնից նեղացած եմ։ Ինչի սփազան ես։ Որովհետև բանը Մուշեղ Սրբազանը քեզ ասել էր, որ հանդիպենք, ես ինքը ու դու մերժել էիր։ Սրբազանս, եթե հանդիպենք, երբ ասեք, ես ձեզ կհանդիպեմ, բայց եթե դա պաշտոնական մակարդակի պիտի լինի, ես այսինքն Սրբազան ջան, ուղիղ ասեմ, որ իմ կյանքի ոչ մի որոշման տակ դուք չեք ստորագրել։ Ես կարամ ոնց որ իմ ընկերոջ հետ կամ տան հարազատի հետ քննարկեմ, այնպես կարամ ձեր հետ քննարկեմ։ Բայց եթե պաշտոնական մակարդակի պիտի լինի, կամ ինչ քննարկեմ Սրբազան ջան։ Երբ որ դուք իմ հետ որևէ ծառայության կոնտակտ, բան չեք ունեցել, այսինքն դուք որոշումներ չեք կայացրել, դուք տնօրինություն չեք արել, ես ձեր մոտ չեմ ծառայել, կամ այտենց մի քիչ Չէ, հարցը նախ մի կողմից մտերմությունն է, չի կարող ասելիք չունենաս, երկրորդը գիտես նաև ի պաշտոններ ես հիմա թե կարգապահականի ատենապետն եմ, թե վանականի ատենապետն եմ, հարցեր կան, որոնք հիմա կարգապահական, հիմա ասենք վաղը դնում ենք քննելու քո հարցը։ Ես կարգապահական հարց չեմ ունեցել, ես դիմում եմ։ Չէ, մի րոպե, կարգապահական հանձնախումբը դա չի, որ կարգապահական հարց կա։ Բայց եթե որևէ մեկը դիմում է նույն բանի, մենք ուզում ենք հանդիպել, իմանանք պատճառը, գուցեև կարելի է չեղարկել այդ որոշումը։ Պատճառը Սրբազան է։ Ուրեմն բեսպրեդելությունն է, բեսպրեդել որոշումներ կայացնելն է, X պահի ուղղակի ասել, որ ես ասենց եմ ուզում դա իմ իրավունքն է եւ իմ իրավունքը իրացնեմ, մեկ սա, այսինքն ինչ է նշանակում ուզած պահի, ուզած նշանակում անել եւ ասել այտենց է։ Ես ինչ եմ մատուր նշանակվել։ Ես Վանաձորում մատուր եմ նշանակվել։ Դուք գիտեք, Ստեփուս Սրբազանի թաղմանը գնացել եք։ Այդ բակի Սուրբ Սարգիս մատուրն եմ նշանակվել, այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես այնտեղ պիտի գնամ ծառայել։ Չեմ ասում։ Ինչի՞ համար։ Երկրորդ, կաթոլիկոսը ինձ ասում է, ընտանիքիդ անդամներին ինչի՞ չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Նիկոլի հերն էլ շուն դառնա։ Հարցը Նիկոլը չի։ Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Իրավունք չունի։ Ես թույլ չեմ տա։ Որևէ մեկը ընտանիք բառ ասեց, ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու։ Եվ ոնց որ արձագանքել եմ։ Եվ որպեսզի ես ճիշտ հասկանամ, կաթոլիկոսը ինձ ասեց, Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Այո, ես եկեղեցականի կոչում չունեմ, որովհետև իմ կոչումը Նիկոլի կամ Ֆալանի Ֆաստանի դեմ պայքարելը չի։ Ես եկեղեցական չեմ դառել, որ ինչ-որ մեկի դեմ պայքարեմ։ Ու փառք Աստծո, որ մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ վաղուց շատերի մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Փառք Աստծո, որ չգիտեմ մեղքի դեմ պայքարել։ Եղավ բալես, հիմա նայիր տես, դու կարող ես ամենայն դեպս միտքդ փոխես, չանես այդ բանը։ Իմ դիմումը Սրբազան այր, ում է ուղղված։ Ինչ։ Կաթոլիկոսին։ Հա չդե ես եմ քեզ հետ խոսում հիմա։ Հա, Սրբազան ջան, ինչի ինքը։ Եվ գիտես, ես որևէ մեկի կողմից լիազոր բանով չեմ, ուղղորդությամբ չեմ խոսում, ինքը։ Ձեր անձի նկատմամբ հարգանքը իմ կողմից այնքան է, որ դուք ում կողմից ուզում եք խոսացեք, ես ձեր հետ լիազոր։ Չէ, բալես, գիտես, ես իմ կողմից եմ խոսում ու ես չէի ուզի, որ դու վերջնական այդ որոշումը կայացնես։ Ես